Շարունակվում է առավոտ լուսով weekend-ը։ Ուրեմն այսպես։ Նրա հյուրերը ամենատարբեր ոլորտները ներկայացնող, ճանաչված ու սիրված մարդիկ են։ Իսկ հանդիպման վայրը անփոփոխ, տանիքում։ Այսօրվա մեր հյուրն է դերասանուհի հաղորդավարուհի Քնարիկ Զաքարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ ես սկսում Քնարիկ։ Ես էլ եմ շատ շնորհակալ ու շատ հաճելի կերպով ինձ ներկայացրեցիք։ Շնորհակալ եմ։ Շայված եմ։ Կա ինչ որ կա։ Դա է։ Ինչպես է սկսվել Կիրակնորիա առավոտը։ Վազքով, բայց հաճելի վազքով, որովհետև այո, բայց արդեն քանի որ գիտեի պետք է գամ ձեզ մոտ, գնացի սաներված, դիմահարդարում, պատրաստվել ինչ եմ կրելու, որովհետև ամեն դեպքում, երբ որ դու գալիս ես հանրային, որոշակի չգրված օրենքներ կան հանրայինում։ Այսպես։ Մինչ մենք կսկսենք մեր հարցազրույցը, կխնդրենք շատ անկեղծ լինեք ու մաքսիմալ անկեղծ լինեք։ Եվ պատասխանեք մի քանի հարցի։ Այո, խնդրեմ ուշադրությունը պատ էկրանին։ Վերջին անգամ ում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Արդեն սկսել ենք մեր հարցը։ Այո, արդեն սկսվել է։ Վերջին անգամ ամուսնուս եմ ասել ես քեզ շատ եմ սիրում, որովհետև երկրում չէր, զանգեց, ու բավական երկար չենք հանդիպել, ասի ես քեզ շատ եմ սիրում։ Հաջորդ հարցը։ Ինչն է որ երբեք չես ների։ Հավանաբար դավաճանությունը շատ պարզ է հնչում, բայց կարող եմ ներել, բայց այդ մարդիկ էլ իմ կյանքում տեղ չեն ունենում սովորաբար։ Բոլոր դրսևորումներով։ Ընկերների դավաճանություն ունեցել եմ, շատ ցավոտ է լինում ինքը, բայց էլ հնարավորություն չեմ տալիս այդ մարդկանց, առաջ տալիս էի։ Լավ, հաջորդ հարցը։ Մանկության այդ ամենաէմոցիոնալ ու ամենատակ հիշողությունը, որ սենց ժապավենի պես գալիս է։ Հիմա այս պահին հիշեցի, բայց մի քանի հիշողություններ եկան։ Մեկը, երբ որ տատիկիս հետ այգով գնում էինք զբոսնելու, ինքը ինձ իր պլաշի մեջ էր թաքցնում, ու երբ որ մենք ինձ համար ինքը գնումներ էր կատարում, որովհետև տատիկիս մայրիկը կենթանի էր ու մեզ հետ էր ապրում, ինքը միշտ խոսում էր, էլի, ածիկի վրա, ասում էր, ինչի այսքան բան առնում, անդադ առնում եք, ու մենք դες թաքցնում ենք, երբ որ գալիս էինք, ես իր պլաշի տակ այդ ամեն ինչը մտցնում էի դες։ Դա հիշեցի, մեկ էլ երբ որ Մալյան թատրոնում նոր տարվա ներկայացումներ էին, դե մայրս այնտեղ է խաղում, ու ես դեռ շատ փոքր էի, բայց ձյունանուշի հետ սպիտակ շորեր էի ես էլ հագնում, իբր ձյան փաթիլ եմ, վայ այնքան էի կարևորում այդ պահը, երբ որ ես իրանց հետ պետքա բեմ բարձրանայի։ Շատ լավ։ Մտքով թե սրտով։ Ինձ մոտ եթե անգամ ուզում եմ միտքս գործի, միշտ սիրտս ասեմ, խիղճս ասեմ, ինքը ավելի բարձր է գոռում։ Իսկ ստաբիլություն թե ազատություն։ Չեմ հիշում մեր հերոսների ծովեր ասեց ստաբիլ ազատություն։ Ու այդ պատասխանը շատ եմ սիրել։ Այո, ստաբիլ ազատություն։ Այսինքն կային հյուրեր, որոնց ողջ հարցազրույցը գուցե չտպավորվի, բայց մեկ բառակապակցությամբ միևնույն է մնում են հիշողության մեջ։ Ինչպես եք ընտրում հյուրերին։ Հարցազրույցը չի կարող չտպավորվել, որովհետև ես անկեղծ եմ ասում, ինձ համար տանիքներով դա մարդկանց ռենտգեն է, ինչ որ առումով, բայց հիմնականում ես 99%-ում մենակ ես չեմ, մեր թիմը չի սխալվում, որովհետև այդ հերոսները պետք է մեզ զարմացրած լինեն, հիացմունքի առիթ տան, թե աշխատանքային իրենց բնագավառում, իրենց գործով եւ թե մարդկային, որովհետեւ ինձ համար, ինչպես նաեւ Մանեի համար, որտեղ լսել եմ իր հարցազրույցները, առաջնային մարդն է, իր որակները։ Հետո նոր մնացածը։ Իսկ որ հարցազրույցից եք ամենից շատը տպավորվել։ Կա այդպիսի հարցազրույց։ Միկա ջան, ես հիմա սիրով կպատասխանեի ձեր հարցին, բայց գիտեք այսօր ինձ ինչի են հրավիրել այստեղ, որպեսզի ես տանիքներով անեմ, տանիքներովից դուրս Մանեի հետ։ Ես անկեղծորեն եմ ասում, Մանեն իմ նախընտրելի հերոսուհիներից սիրելի, ես սպասում եմ իր ընտանիքում, ամենայն ազնվությամբ։ Մի քիչ անգամ ափսոսեցի, որ հիմա այստեղ ենք հանդիպելու, բայց մենք տանիքում հաստատ նորից կհանդիպենք, առիթները վստահ եմ շատ կլինեն։ Սա նախապատմությունն է փաստորեն մեր հանդիպման, այո, սիրելի հեռուստադիտողներ, մեր սրտի տանիքներում հանդիպումը տարբեր պատճառներով անդադար հետաձգվում է։ Եվ սա ինձ համար Միկան էլ կփաստի անակնկալ է, որովհետև մենք արդեն սկսել
էինք մեր բուն զրույցը, հրավիրել էինք քնարիկին, որպեսզի բացահայտեինք եւս մեկ անգամ դերասանուհու եւ հարցազրույց վարող մարդու աշխատանքների տարբերությունն ու նմանությունը եւ հետաքրքրությունը, բայց արի ուտես, որ հիմա պիտի փոխվենք տեղերով, թե փոխվենք տեղերով, ինձ խնդրեցին, որ առանց Միկայի զրուցենք։ Ես որ հետո Միկան էլ նայի այդ հարցազրույցը Եթե խնդիրը իմ մեջ է, ես կգնամ։ Բայց լավ անակնկալ չէ՞ ման։ Շատ։ Ես անկեղծորեն ասացի կներեք, իսկ ով է հերոսուհիս, ում հետ եմ վարել, ասացին Մանե։ Ես իսկապես շատ ուրախացա, բայց նաև տխրեցի, որովհետև Մանեին տանիքում էի սպասում։ Ես գնացի։ Մենք էլ տեղերով Իմ հարցերը այստեղ են, կարող եք վերցնել եւ Ես ջուրս կարող եմ։ Այո, ես իմ սուրճը փոխվենք տեղերով։ Ես գնացի, ձեզ լավ հարցազրույց։ Շնորհակալ եմ, կանչո։ Կարող ես այս կողմում էլ։ Ման Ջան։ Ես գիտեմ, որ քո մանկությունը, երբ որ երեխան տատիկի ու պապիկի հետ է մեծանում, դրա մեջ մի հատ ուրիշ հոգատարություն ու ջերմություն կա, որովհետև միևնույնն է, մեր ծնողները հիմնականում լինում են երիտասարդ, իրենց զբաղվածությամբ լի, կյանքը գնում է իրանք էլ պիտի հասցնեն, ինչպես մենք, օրինակ ինչպես ես, դու դեռ այդ ամեն ինչը քեզ սպասվում է, բայց տատիկները, պապիկները միշտ ունեն այդ ժամանակը։ Առավել եւս Գյումրիում, այդ մշակութային իմ շատ սիրելի քաղաքում, որովհետև Ալբերտ Մկրտչյան, Մհեր Մկրտչյան, Ավելի շատ անուններ։ Այո, ես կուզեմ այ հիմա դու պատմես քո տատիկի, պապիկի հետ կապված ամենաէմոցիոնալ հիշողությունը։ Հասկացա։ Ամենաէմոցիոնալ այս պահին շատ դժվար է իրականում հիշել, որովհետև այդ հիշողություններից բոլորն էին էմոցիոնալ, բայց մեկը պատմեմ, որը ամենազավեշտալին է նաև։ Մի օր ես ու պապիկս էինք տանը եւ որոշեցինք անակնկալ պատրաստել ընտանիքի համար եւ որոշեցինք ընթրիքը մեր ուսերին վերցնել։ Պատրաստեցինք բորշ։ Գուշակիր ինչպես։ Բոլոր բաղադրիչները, ինչը հիշում էինք մոտավորապես, որ կա բորշի մեջ, միասին մեկ կացայի մեջ սկսեցինք եփել։ Այդ թվում նաև միսը, առանց որևէ հերթականության, ամեն ինչ իրար խառնելով։ Դա անտանելի մի բան էր, որ երբեք պետք չէ կրկնել, բայց արդյունքում մենք ունեցանք շատ լավ ժամանց միասին, ու այդ հիշողությունը իհարկե տպավորվեց, մնաց անդադար, ու ամենակարևորը այն է, որ յուրաքանչյուր դրվագում կապ չունի այդ պահին ինչպիսին է, գուցե զավեշտալի է, դե բնականաբար այդ պահին շատ տխրել էինք, որովհետև հերիք չի փչացրել էինք մի ողջ ընթրիք, նաև ավիրել էինք ամբողջ խոհանոցը, բայց միևնույնն է հետո հիշողություններում դա լուսավոր էմոցիաներով ես հիշում ու հատկապես պապիկի հետ անցկացրած յուրաքանչյուր ժամը զրույցի տեսքով, քաղաքում քայլելով, զբոսնելով, այդ շատ ուրիշ հիշողություններ են, որին շատ հաճախ կարոտում եմ։ Ման, երբեմն մեր հիշողությունը կապված է լինում համերի, բույրերի հետ։ Այ կա մի ուտեստ, որ հենց առաջի գտալը դնում ես բերանիդ մեջ, հասկանում ես, որ դա քեզ տարավ դեպի մանկություն։ Որը ասեմ հատուկ ուտեստ ինչ-որ մի բան։ Ահա, ինչ-որ համեր բույրեր ավելի շատ, մի անգամ նախագծից մեկի ընթացքում գինու համտես էինք անցկացնում ու այդ բույրը երբ որ ասին, իսկ ինչ բույր է սա, հերթով փորձում էինք գտնել ինչի է նման, մեկը արքայա խնձոր էր, մեկը կանաչ խնձոր, մեկը ծաղկային, ասի սա պապիկի տան հոտն է գալիս։ Պարզվեց հատապտղային մրգերի հոտներ, չգիտեմ ինչու, որովհետև Գյումրին այդքան էլ հայտնի չէ հատապտուղներով որպես տարածաշրջան եւ Շիրակի մարզը, բայց այնուամենայնիվ մեր տան բույրը հատկապես ամռանը հիշեցնում էր այդ հատապտղային, մրգային, քաղցր, նուրբ բույրերը, որը անբաժան է մանկությունից։ Իսկ կան չէ որոշակի խորհուրդներ մեր տատիկից, պապիկից, մամայից, որ սովորաբար դա քո անձի ձևավորման մեջ շատ մեծ դեր է խաղում, որովհետև դու դա միշտ լսում ես ականջիդ մեջ, օրինակ մեր մասնագիտությունը երկուսս էլ դերասանուհիներ ենք։ Ինքը մի քիչ վտանգավոր մասնագիտություն է, որովհետև անկախ նրանից այդ նախանձը ինչ որ չափով երբեմն ուղեկցվում է։ Ու երբ որ ես շատ փոքր էի, մամաս, ես միշտ հիշում եմ, ուզում էի դերասանուհի դառնալ։ Մամաս ինձ միշտ ասում էր քնարիք հիշի, նախանձը դա թույն է, որը քեզ կթունավորի, ու միայն քեզ է դա թունավորելու ու ոչնչացնելու։ Ու ինքը ասում էր միշտ եթե ինքը լավ է կարողանում, դու շատ ուզես իրապես չես կարողանալու, բայց նենց ոնց որ դու կանես, ինքը չի կարողանալ, ու դա ինձ միշտ ազատել է այդ տառապանքից նախանձի։ Այ ես կուզեմ, որ դու հիշես ինչն է, որ քեզ շատ օգնել է ու հեշտացրել է քո կյանքը։
ի տարբերություն քո պատմության, ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին։ Շատ սիրել եմ թատրոնը, անսահման սիրել եմ արվեստի իր բոլոր դրսևորումներով, բայց ինձ համար ոչ թե որպես երազանք չեմ ունեցել, որովհետև այլ ցանկությունները այդ թվում եղել է, բայց ամենաանիրականն է թվացել, որովհետև մեր ընտանիքում չկային թատրոնի հետ կապ ունեցող մարդիկ, առհասարակ արվեստում շատ էին ներգրավված, բայց թատրոն երևի թե կինոյի հետ կապ չունեին ու երբ 12-րդ դասարանի վերջին արդեն մի քանի ամիսներին ես որոշեցի, որ այնուամենայնիվ գուցե պետք է փորձել, երկու հոգի եմ կողքին եղել։ Բոլորը միանշանակ ասում են, որ դա մասնագիտություն չէ, արի գնա մի լուրջ մասնագիտություն ունեցիր։ Հետո նոր դերասանության մասին կմտածես, ընդ դերասանության, ոչ թե դերասան դառնալու։ Ու մենակ մաման ու պապիկն էին, որ ասեցին, չէ, եթե ուզում ես, կարող ես փորձել։ Ու ես հիշում եմ իմ պապիկի զրույցը առանձին, երբ ասաց, իսկ եթե չհաջողես, ինչ է փոխվելու քո կյանքում։ Ուղղակի կունենաս լավ փորձ, հետո կանցնես առաջ։ Հիմա կյանքի յուրաքանչյուր իրավիճակում, երբ հասկանում եմ, որ այս ինչ բանը ինձ մոտ չստացվեց, ես ունեցա լավ փորձ։ Ես գիտեմ, որ 1001 տարբերակից այս մեկը հաստատ չի աշխատելու։ Հիմա գնացինք 1000-ի հետևից փորձելու։ Իհարկե դա իր հետ բերում է էմոցիոնալ շատ այսպես տատանումներ, հուզական ինչ-որ շրջաններ ես անցնում, բայց միևնույնն է հասկանում ես, որ իսկ ինչ փոխվեց մեր կյանքում։ Ու հետո մի շատ կարևոր բան եմ սովորել, որովհետև մեր սերունդները ոչ թե մեկ սերնդի տարբերություններ, այլ երկու եւ ավելի նույնիսկ տարիքային առումով ապրել մարդկանց հետ, որոնք կրում էին նաև խորհրդային ժամանակների դպրոցը, այդ մշակույթը եւ կիսել անկախության սերնդի պատմությունը իրենց հետ, շատ հետաքրքիր փորձառություններ ինձ համար, որ երբեք չէի ուզենա, որ փոխվեր։ Երբ որ ասում են, իսկ ինչ կփոխես, ոչ մի բան։ Ես ուզում եմ ամեն ինչ լինի այնպեսին, ինչպեսին եղել է իմ կյանքում, ես ապրեի այդ օրերը այդ մարդկանց հետ, որովհետեւ ես շատ բան եմ սովորել իրենցից ու իրենց ժամանակներից, որի փոխանցողն էին իրենք այդ ընթացքում։ Ման, իսկ այև որ շատ հուզումնալից վիճակում ես լինում, շատ ստրեսային, անդրամադիր, ինչն է որ քեզ բուժում է։ Դու քեզ ինքդ ոնց ես բուժում։ Քայլում եմ շատ։ Իրականում վերջերս եմ հատկապես հասկացել, որ բոլոր պատասխանները բնության մեջ են։ Բոլոր պատասխանները։ Գուցե տարօրինակ կհնչի մարդկանց համար կամ գուցե շատ ծեծված, որ այո, բնությունը կարող է տալ պատասխաններ, բայց միայն այն, որ դու տեսնում ես դիմացի բակում աճող ծառին 4 տարբեր եղանակների 4 տարբեր կերպով, ամեն ինչի մասին պատմում է։ Գարնանը ավելի գեղեցիկ է, ավելի թարմ է, ծաղկած է, այդ բույրն է տարածվում, ամառը բերքն է տալիս, հետո քիչ-քիչ սկսում է դեղնել, ինչ որ պահ դադար է առնում, որ հետո գարնանը նորից կարողանա ծաղկել։ Ու երբ որ ինչ-որ շրջանում լինում են անհաջողություններ, քեզ թվում է, որ վերջ, ամեն ինչ ավարտված է, պետք է փոխել մասնագիտությունը, դատարկություն է գալիս, հատկապես օրինակ պրեմիերաներից հետո հասկանում ես, որ այսքան աշխատեցինք մի բանի շուրջ, վերջացավ։ 2 ժամներ ավարտվեց։ Ու այդ դատարկությունը լցնելու միակ լավագույն տարբերակը երբեմն մենակ, երբեմն սիրելի մարդկանց հետ դա քայլելն է։ Իսկ ինքդ քեզ հետ խոսում ես, օրինակ երբ որ զգում ես, որ մանեն անտրամադիր ու ճնշված է։ Հա։ Ամենադժվար բանը իդեպ երևի դու էլ կփաստես, մեր եսերի հետ մենակ մնալ։ Իսկ ինչ ես ասում, ասում ես մանե ջան, թե մանե ինչի սենց արեցիր։ Տարբեր է, կախված իրավիճակի, չէ։ Ավելի քիչ, ավելի մեղմ տարբերակ, ավելի քիչ է իմ դեպքում, բայց հա իմ եսերի հետ շփվելը ու հետաքրքիր նաև բացահայտել իրենց, որովհետև ոնց մենք այդպես էլ մեր alter ego-ները անդադար փոխվում են, ինչ որ նոր բաներ են սովորում, նոր բնավորության գծեր են ստանում ու իրենց հետ շփվելը, իրենց էլ բացահայտելը եւ իրենց հետ հաշտ լինելը ամենակարևոր գաղտնիքներից է այդ խաղաղությունը գտնելու, գոնե փորձելու այդ խաղաղության ճանապարհը գտնելու։ Ման, օրինակ երբ որ ես փոքր էի, իմ ծնողները բաժանված էին, ու դա ինձ համար, գիտեմ, մեծ կոմպլեքս էր, անկեղծ եմ ասում։ Ես հիշում եմ, որ դա առաջի կուրսում, երբ որ ինձ հարցրեցին, որտեղ իմ համակուրսեցի մի աղջիկ, իր ծնողներն էլ էին բաժանված, ինքան հանգիստ էր խոսում այդ հարաբերությունների մասին։ Ես նենց երազանքով էի նայում, որ ես էլ այդ, իսկ ես դա թաքցնում էի։ Ու երբ որ առաջի անգամ ասացի, որ ծնողներս բաժանված են, ինքան մեծ թեթևություն եկավ ինձ վրա, որտեվ դա ես միշտ շատ ցավոտ եմ տարել, որովհետև երբ որ տեսնում ես մի ծնողդ շատ է տառապում, իսկ մամա շատ հիվանդագին էր այդ բաժանումը տանում, բայց հիմա երբ որ հետադարձ հայացք եմ գցում, այդ ամբողջ իմ մանկությունից եկած այդ բոլոր տխուր եւ ուրախ օրերը
ինձ որպես դերասանուհի, որպես քնարիկ, որպես մարդ ձևավորել են։ Ու ես շնորհակալ եմ այդ օրերին նաև։ Քեզ մոտ կար այդ կոմպլեքսը, դու թաքցնում ես, թե չէ։ Ոչ թե թաքցնում էի, Գյումրին փոքր քաղաք է։ Բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, երբեմն գիտեն ավելին, որովհետև փոքրիկ հանդիպումների սուրճի սեղանի շուրջ քննարկումները միշտ ավելի հետաքրքիր պատմություններ են ձևավորում, քան կա իրականում։ Սկսում են հորինել, մի բան ավելացնել, մի բան փոփոխել ու դառնում է լրիվ այլ բան։ Դպրոցական տարիքում հա, բնականաբար, որովհետև ի տարբերություն քեզ, երբ արդեն ուսանող էիր ավելի հասուն տարիքում, դա այն ամենաբարդ փոփոխվող տարիքն էր։ Ես 9 տարեկանից էի այդպես։ 10-ից, հա, չէ, մինչ այդ որ դու պահել ես, ես դպրոցում արդեն դե բոլորը գիտեին, բոլորը քննարկում էին, բոլորը ճանաչում էին միմյանց եւ այլն, շատ խառը իրավիճակ էր։ Ու ես այդ ժամանակ 10-11 տարեկան էի, մոտավորապես նույն տարիքին։ Ու ունեի շատ կոմպլեքսներ իրականում, որովհետև ինձ թվում էր, որ ես եմ մեղավոր, իմ պատճառով է դա եղել, ինչպես յուրաքանչյուր տարբեր իրավիճակում այդ տարիքի երեխաները ամեն ինչ վերցնում իրենց ուսերին, փորձում են արդարացնել ամեն ինչ։ Բայց հետո հասկացա, որ մեր շրջապատող մարդկանցից շատերն ունեն նույն պատմությունը, տարբեր դրսևորումներով։ Որ ասեմ, դա հատուկ ինչ-որ մի պահի է եկել այդ թեթևությունը, չէ, բայց երբ որ սկսում ես խոսել անկախ ամեն ինչից, ինչ իրավիճակ է դրա մասին, միևնույն է թեթևությունը զգում ես։ Հետո հասկանում ես, որ քո պատմությունը կիսում են շատ մարդիկ, հասկանում են շատ մարդիկ, չեն հասկանում Քավլիցի, թող չհասկանան, իսկ ինչ է փոխվում մեր կյանքում դրանից։ Բայց հետո արդեն ուսանողական տարիներից սկսած մինչ օրս երբեք դա ցավով չեմ նշել, որ այ եթե իմ ծնողները ամուսնալուծված չլինեին, չէ, հակառակը շնորհակալ եմ, որ իրանք ունեցել են այն գիտակցությունը, որ ավելի լավ է չապրել միասին եւ ունենալ առողջ երեխաներ, հոգեբանորեն առողջ երեխաներ, չնայած նրան, որ հայրիկիս հետ կապ ընդհանրապես չունեմ այդ օրերից հետո, բայց միևնույն ես չեմ մեղադրում այդ մարդուն։ Դա իր որոշումն է եղել։ Ես հաշտ եմ իր որոշման հետ։ Ինչ ես կարծում, երբ որ, չգիտեմ, հիմա ունես քո կյանքում ընտրյալ կամ կլինի այդ անձնավորությունը, ակամա քեզ դուր են գալիս այն տեսակները տղամարդու, ովքեր որ մի քիչ ավելի պապայի նման են, մի քիչ ավելի հոգատար են, դու կարող ես իրենց մոտ դառնալ փոքրիկ աղջնակ, թե դա քեզ համար էական չէ։ Երբեք որպես օրինակ տղամարդու իրեն չեմ ընկալել եւ չեմ փնտրել մեկին, որը կլինի նման պապային, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր կին, հատկապես մեր օրերում, երբ ունի աշխատանք, ստանում է համապատասխան մասնագիտություն, գիտի իրեն ռեալիզացնել կյանքում, կարողանում է իր բոլոր կարիքները բավարարել ինքնուրույն, փնտրում է մի մարդու, որի հետ ուղղակի կլինի երջանիկ։ Առանց որևէ ակնկալիքի, առանց որևէ սպասելիքի, առանց պարտավորությունների, ուղղակի կլինի մարդ, որը կկիսի իր հետաքրքրությունները, կունենան անձնական տարածքներ ազատ եւ կկարողանան երջանիկ լինել համատեղ կյանքում, որովհետեւ տեղից էլ համատեղ ապրել ինչ-որ մեկի հետ, որը օտար է, դա արդեն բարդություն է իրենց, ինձ թվում է ենթադրում։ Ու այդ ընթացքում պետք է գտնել մեկին, որը կկիսի քո փոքրիկ երջանկությունները օրվա։ Որպես օրինակ ինչ-որ մեկին ունենալը եւ նրա նման մարդ փնտրելը, դա կլինի գրքի հերոս, ֆիլմի հերոս, հոլիվուդյան աստղ, ինչպես մենք շատ հաճախ ասում ենք, մեր սելեբրիթիներին է նման այս կամ այն մարդը, այդքան էլ ճիշտ չէ։ Սովորաբար հարաբերությունների մեջ կապ չունի կին տղամարդ, ընկերներ, երբ որ ինչ-որ մի բան քեզ նեղացնում է, դու փորձում ես պարզաբանել։ Մի ժամանակ չէ, որովհետև մտածում եմ, որ դե ժամանակը չէ, պետք է լռել, պետք է համբերել, պետք է չխոսել, ամեն ինչ կանցնի, ամեն ինչ կհանդարտվի։ Հիմա էլ բնական իմ ամենասիրելի կողմերից մեկը այդ համբերությունն է, շատ սիրում եմ լռել, շատ երկար լռել, բայց ինչ որ մի պահի երբ խոսում եմ ու հասկանում, որ դիմացինի հետ մենք չենք կիսում նույն կարծիքը եւ չենք բանավիճում, այլ պարտադրում ենք միմյանց կարծիքներ, այդտեղ ամեն ինչ ավարտվում է։ Ինչպես նշեցիր, վերջանում է։ Գուցե դրանից հետո կհասկանաս, կընդունես իր կարծիքը, ինչ որ բան կփոխվի, բայց միևնույն է, հարաբերությունները այլ նախկինի նման չեն լինի։ Դա կլինի ընկերներ, դա կլինի ծնողների հետ շփում, միևնույն է, ինչ որ մի բան երբ փշրվում է, կոտրվում է, այլ նույնը չի կարող լինել, այնպես ինչպես նախկինում չի կարող լինել։ Իսկ երբ որ ուղղակի միջավայրում ծանոթանում ես, կապ չունի ում հետ, ու հասկանում ես, որ այդ մարդը քո երամից է։
ինչպիսին պիտի լինի ինքը, որ քեզ, որտեվ ինձ թվում է հիմա մի տեսակ ամեն ինչ փոխվել է, հարաբերությունները մարդկանց փոխվել են, մարդիկ նաև երբեմն արագ են ընկերանում, որովհետև ասում են, գիտես, լսի, ոնց որ հոգով մի հատ ուրիշ ջերմություն զգամ այդ մարդու հանդեպ, այդ հոգու կապն է ամրացել։ Ինչպիսին պիտի լինի մարդը, որը որ կարող է լինի քո երամից։ Շատ դժվար եմ։ Իրականում ես շատ շփվող եմ, շատ սիրում եմ մարդկանց։ Բայց դժվար ես մոտ թողնում։ Բայց շատ դժվար է դա, այնպես չէ որ 1-2 հանդիպման ընթացքում կամ տարբեր իրավիճակներում հայտնվելու ընթացքում երբ հասկանում ես, այ նմանություն ունենք, կարծես նույն ուղղությամբ ենք մտածում, նույն ուղղությամբ ենք նայում, միևնույն է չի կարող այդ մարդը հայտնվել այն ամենամտերիմ մարդկանց երամում, որովհետև փոքր ժամանակ մեր ընկերները ավելի շատ են, քիչ-քիչ իրենց մաղվում են, ավելի քիչ են մնում ու վերջում հայտնվում ես մի քանիսի շրջապատում լավագույն դեպքում։ Բայց այն մարդիկ, որոնք նման են այն տեսակին, որոնց ես շատ եմ սիրում, շատ արագ կարող ենք մտերմանալ իրար հետ, շատ տարբեր թեմաների շուրջ կարող ենք զրուցել իրար հետ, քննարկել, աջակցել իրար, անկախ ոլորտից, մասնագիտություն, ամեն ինչից։ Բայց այնուամենայնիվ այդ երամի մի մաս դառնալը շատ բարդ ու պատասխանատու է։ Նաև ինձ համար է պատասխանատու։ Երբ դու հասկանում ես, որ դու պիտի այդ նույն բարձրության վրա սկսես թռնել այդ մարդու հետ, այդ ճախրանքը պետքա լինի հավասար, պետքա չխանգարի իրար, աջակցի մեկը մյուսին ու այդ պատասխանատվությունը, որը եթե վերցնում ես քո ուսերին, պիտի մինչև վերջ տանես։ Այ դու բազմաթիվ հետաքրքիր հրաշալի դերեր ես կերտել։ Բայց ամենից ծանր ու ամեն դժվար քեզ տրվողը, երբ որ մտածում էիր, որ Աստված իմ կողը ես ապաշնոր դերասանուհի եմ, որովհետև միշտ այդ հաջողությունից առաջ ինձ թվում է ցանկացած դերասանուհի անցնում է այդ փուլը։ Այդ առումով բոլոր կերպարները, որ առաջին օրը տվել են եւ կարդացել ենք, չիտկաների ընթացքում, ընթերցումների, միանգամից ասել եմ, որ ես չեմ կարող։ Ես ինչ անեմ, այս կերպարի հետ ես ինչ անեմ, բայց կա կերպար, իրական բոլորն այդ բարդ են տրվում, ինչ որ աշխատանք է իրենց ենթադրում, կերպարներից մեկն է, որ անդադար իմ հետ է եղել, անկախ նրանից, որ այդ ներկայացումը էլ չենք խաղում բավականին երկար ժամանակ, միևնույն է, փորձում եմ հասկանալ այդ կնոջը։ Ու երբ որ գիրքը Ետնայիր զայրացած Օսբորնի բեմադրեց Հրաչ Քեշիշյանը, ոչինչ չի մնա տարբերակով ներկայացման, այդ ժամանակ գրքում հեղինակը թողնում էր մեծ հաշվով մեզ, վերջում կմնա աղջիկը, թե կգնա։ Բոլորը իհարկե կարդալուց ասում են, չէ, պետք է մնալ, որովհետև սերը պետք է հաղթի, ու ես էլ էի այդպես մտածում այդ ժամանակ ու կռիվ ունեի եւ կերպարի հետ, եւ այդ պատմության հետ, եւ Քեշիշյանի հետ, որովհետև ասում են, չէ, պարոն Քեշիշյան, սերը պիտի հաղթի, որովհետև հեքիաթներում միշտ վերջում հաղթում է սերը, նրանք ապրում են երկար ու երջանիկ, իրական ոչ ոք չգիտի երկար ու երջանիկ գիտակի ինչ է թաքնված։ Վերջերս միայն հասկացա, որ այնուամենայնիվ պարոն Քեշիշյանը ճիշտ էր այդ լուծման մեջ, որովհետև միշտ չէ, որ այդ տեսակ սերը պիտի հաղթի եւ դա չէր գուցե իրական։ Ու այդ կերպարը Էլիզի անդադար ինձ ուղեկցում է տարբեր կյանքի իրավիճակներում, ընկերների հետ շփման, ընկերուհիների հետ շփման, մասնագիտական տարբեր իրավիճակներում եւ հասկանում ես, որ գուցե քեզ թվում է, որ դա է ճշմարիտը, դա պետք է անել, որպեսզի փոխել մեկ այլ մարդու իրականություն։ Հետո հասկանում ես, որ իսկ գուցե չէ, ուղղակի հեռանալը ավելի ճիշտ է, բաց թողնելը։ Թողնել, որ ամեն մարդ շարունակի այնպես, ինչպես ինքն է ուզում, իր ճանապարհը։ Բայց երբևէ սիրելով հեռացել ես։ Հա, դաժան բան է դա։ Իսկ երբևէ ստիպված ես եղել ընտրել սեր թե մասնագիտություն։ Չէ։ Շատ լավ բան է դա։ Չէ, որովհետև մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ ընտրության մասին է դա խոսքը։ Հատկապես մեր մասնագիտության դեպքում դա սիրուն համարժեք մի բան է։ Ընտրել սեր թե սեր։ Շատ ծանր է դա։ Մի դրեք այդ պատասխանատվությունը մարդկանց ուսերին։ Ման, երբ որ գումար ես ստանում, սիրում ես կանխիկ։ Ֆինանսապես անգրագետ եմ։ Սիրում ես կանխիկ ծախսել, թե քարտով ես սիրում այդ գնումները անել։ Քարտով։ Իսկ երբ որ հաշվարկդ կորցնում ես, դա պիտի լինի, չգիտեմ, ինչ որ մթերքների շատ համեղ ինչ որ սուպերմարկետում, թե երբ որ հագուստներ ես տեսնում կամ գնում ես շոփինգի արտերկիր։ Չզարմանաս, բայց ոչ մեկը ոչ մյուսը։ Ես սիրում եմ շոփինգ անել, շատ սիրում եմ։ Հաշվարկված։ Չէ, ես կարող եմ ժամերով կորել խանութում, տնտեսական,
եւ շինանյութի։ Ես խնդանում եմ շինանյութի խանութների համար։ Իսկ այդ նշանակումը որ ձեր տունը անդադ վերանորոգվում է, թե ոչ միայն տունը, այգին, նոր ինչ որ միջոցներ կարող եմ ձեռք բերել այգու համար։ Ես մեր հիմա արդեն հյուրասրահում փոքրիկ ջերմոցում այո, թարմ բանջարեղեն եւ կանաչիներ եմ փորձում աճեցնել։ Շատ եմ սիրում։ Երբեք ինձ չեք գտնի շորի, կոսմետիկայի կամ ինչ-որ մթերային խանութներում ժամերով շոփինգ անելուց։ Երևի ավելի շատ մթերային խանութում, քան հագուստի եւ կոսմետիկայի։ Ինչ պետք է կարող ես շատ արագ պատվիրել կամ արագ գնալ խանութում գտնել վերցնել։ Ես գիտեմ, որ ինձ պետք է օրինակ սպիտակ պիջակ, ես գնում եմ հստակ գիտենալով, այդտեղ կա թե չէ, եթե չկա, երբեք չեմ գնա խանութ։ Իսկ գոնե փորձում ես գնալուց, թե երբեք։ Վերցնում եմ։ Էս կամ XS, եթե չկա XS-ը, լավ էսնենք վերցնում, ինչ խնդիր կա։ Չափը ընդրված է, ամենափոքր չափը կտակ տարբերակով աշխատում է միշտ։ Ինչից ես ամենից շատ վախենում։ Չզարմանալուց։ Երևի։ Հա, վախերիցս մեկը հաստատ դա է։ Շատ իրականում բաներ կան, որոնցից պետք է վախենալ, կամ պետք չէ, բայց միևնույն մարդը վախենում է, սկսած ամենապրիմիտիվ, հա, սողուններից, կարուսելներից, մինչև մարդկանց հրաժեշտ տալը, հատկապես կյանքից, որովհետև երբ որ գիտես դու հրաժեշտ ես տալիս, բայց միևնույն նա մոլորակի մի կետում ապրում է երջանիկ է, շատ լավ է ամեն ինչ։ Չգիտեմ, հա։ Գուցե նաև շատ պաթետիկ հիմա քո հետևում տեսա այն ամպերը ու հասկացա որ նաև ես շատ ուզում եմ հետո հանդիպել են մարդկանց, որոնք վերևում են։ Այդ չհանդիպելուց եմ վախենում։ Երբեմն մենք մեզ ուժեղ ենք զգում, երբ որ մենք մեզ ենք հաղթահարում, մեր վախերը դա կլինի կամ չգիտեմ, երբ ես քեզ ուժեղ զգացել ու ասել Աստված իմ, ես սա արեցի, ապրես մանե ջան։ Շատ բարդ շրջան հաղթահարելուց հետո, երբ որ ես կարողացա նայել հայելու մեջ ու ասել ապրես։ Ոչ մի բան չի փոխվում դրանից հետո։ Միայն հայացքն է փոխվում մարդու, որովհետև գալիս է այդ գիտակցությունը աչքերիդ մեջ, որ դու քեզ շնորհակալ ես դրա համար։ Դու քեզ փոխում ես դրանից հետո, դու ոչ թե սանրվածքն է փոխվում, ոչ թե դիմահարդարումն է փոխվում, բնակության վայրն է փոխվում, երկիրն է փոխվում, դու ես փոխվում ու քո փոխվելուն զուգահեռ փոխվում է այն շրջապատող միջավայրը։ Դու սկսում ես այդ բնությանն էլ ուրիշ աչքով նայել, ծորակից հոսող ջրին էլ ուրիշ աչքով նայել ու այն առավոտյան վայելածդ սուրճը ուրիշ համ է ունենում։ Ու դու բացահայտում ես, որ սև դառը սուրճը երևի ավելի համով էր, քան մինչեդ օգնել է քեզ ինչ-որ իրավիճակում ինչ-որ բան անցնել, այդ պահը հաղթահարել կամ կուլ տալ։ Որտեվ դա աչքերիդ մեջ ամեն աչքերիդ արտահայտությունն է փոխվում։ Մի շրջան, երբ որ ես նայում էի իմ լուսանկարները, փնտրում էի մի հատ ուրիշ քնարիկ, որին կորցրել էի, ու գիտես, ուզում էի հասկանալ Աստված իմ սանրվածքը սա փոխվել, ինչ սա փոխվել, հետո շատ պատահական հասկացա, որ դա աչքերիս արտահայտությունն է։ Ու այնքան հետաքրքիր է, որ մեզ թվում է մենակ մենք ենք դա տեսնում, որովհետև մենակ մենք մեզ լավ գիտենք, բայց իրականում հետո հասկանում ես, որ չէ, որովհետև այդ արձագանքն էլ եկող ոչ միայն խոսքով կամ շրջապատող մարդկանց, օ, փոխվել ես, ինչ որ բան է փոխվել, նիհարել ես, լցվել ես, հենց այդ մեկնաբանությունն է, չէ, առաջինը գալիս։ Հասկանում ես, որ չէ, գուցե իրենք էլ չեն հասկանում ինչը, բայց այդ փոփոխությունը աննկատ չի կարող մնալ։ Երբ որ դու քեզ չասեմ մենակ հաղթում ես, հա, երբ որ դու քեզ գերազանցում ես։ Մեր ամենաբարդ խաղի աշխարհային աշխարհն է, երբ հայտնվում ես դու քո դեմ, քո թշնամին սկսում ես դու լինել ու խաղալ մինչև վերջ։ Հույս չունենալով, որ ինչ-որ մեկը գալու է եւ քեզ օգնի այդ պահին։ Երբ անկեղծ ես դու քո հետ, մինչև վերջ անկեղծ ես ու չունես թաքցնելու որևէ բան, խաղի տրամաբանական ընթացքով քեզ հաստատ ինձ թվում է կտանի հաղթանակի։ Որովհետև ինքնախաբեությունը ամենավատ բանն է, որը որ սկզբից շատ փափուկ ու հաճելի է, բայց հետո դա քեզ մեկը անխուսափելի փաստերի առաջ է կանգնեցնում, դու ստիպված ես նայել այդ ճշմարտության երեսին։ Երբ որ շատ տխուր ես, երբ որ հուսահատ ես ու շատ կարևոր կյանքի մի որոշում պիտի կայացնես, ում ես զանգում։ Խորհրդակցում։ Ու իր կարծիքը քեզ համար շատ կարևոր է։ Ընկերներ ունեմ, որոնց կարծիքը շատ կարևոր է, բայց որ ասեմ ինչ որ մեկին հստակ չէ, երևի կախված թե որ
ոլորտի մասին է, դա աշխատանքն է, դա ընտանիքն է, ինչ պետք է, ինչ հարց ու խնդիր պետք է լուծել։ Երբեմն պետք է մասնագետներ, որոնց պետք է զանգել, օրինակ, չգիտեմ, ինչ որ եթե ինչ որ բան է փչանում, պետք չէ ինքնուրույն ջարդուփշուր անել ամեն ինչ, պետք է զանգել մասնագետին։ Ու կախված այդ իրավիճակից հոգեկան, թե ով է ավելի հարազատ սրտի այդ անկյունին, զանգը իրեն եմ ուղղում։ Իսկ այդ կարծիքը ասված քեզ վրա ազդում է քո որոշման վրա։ Դե միևնույնն է, դու վերջում անում ես այնպես, ինչպես որ որոշել էիր։ Մեծ մասամբ այնպես, ինչպես որոշել էի։ Մեծ իհարկե կարծիքներ շատ եմ սիրում լսել։ Անկախ ամեն ինչից կարծիքները ինձ օգնում են ավելի բազմակողմանի տեսնել խնդիրը, երևույթը, լավ կամ վատ աշխատանքը, որովհետև քեզ ավելի հեռու է տանում այդ իրավիճակից, ու սկսում ես այդ մարդու աչքերով հենց նայել իրավիճակին, մեկ էլ հասկանում ես, որ բացարձակ այլ բանի մասին էիր մտածում, դու այլ խնդիր էիր տեսնում այդտեղ, ինչը չկա, որովհետև այն մարդը այդ կողմից էր նայել ու տեսել էր այն ինչ իրականում այն խնձորն է հայելու դիմաց, որ մենք տեսնում ենք կծած էր այդ խնձորը իրականում, ոչ թե փչացած։ Շրջադարձային հանդիպումներ կյանքումդ եղել են, որ դրանից հետո կտրուկ կյանքդ փոխվել է։ Հա։ Միշտ հետ գնալով հիշում եմ այդ օրինակը, որ շրջադարձային էր ինձ համար, նաև այն պահը, երբ որ ես քայլում էի Գյումրու փողոցով ու հանկարծ իմացա, որ թատերական ինստիտուտում պետք է 0 կուրսում սովորել, որ հետո դառնաս դերասանուհի։ Եթե ես այդ պահին այդտեղով չանցնեի, ես երբեք գուցե չհայտնվեի։ Շրջադարձային էր այն պահը, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի Գյումրու դրամատիկական թատրոն ու հասկացա, որ ես սիրում եմ այդ կախարդական աշխարհը, ես հավատում եմ այդ հեքիաթին ամբողջ հոգով ու սրտով։ Շրջադարձային էր, երբ Հրաչ Քեշյանը եկավ Գյումրի, բեմադրեց ներկայացում, որից հետո նաև եղավ 2 նախագիծ, որից հետո էլ ես հայտնվեցի առաջին ալիքում։ Այսպիսի շատ շրջադարձային պահեր կան։ Ու ամենակարևորն է, որ ես փորձում եմ դրանք չմոռանալ։ Իհարկե կյանքի այս ռիթմը սովորեցնում է անդադար ամեն ինչ 15 վայրկյան հետո մոռացության մատնել, բայց երբ հիշում ես ով ես, որտեղից ես սկսել ու ուր ես գալիս, սկսում ես չարժեզրկել այն փոքրիկ ուրախությունները, որոնք հայտնվում են քո կյանքում։ Փոփոխությունները սովորաբար անգամ լավ փոփոխությունները մեզ համար միևնույնն է ստրեսային են։ Ու այդ շնորհակալության զգացումն էլ, երբ որ հիմա առավոտյան արթնանում ես, այդ ներսից շնորհակալություններ ինչի համար են հնչում։ Ուղիղ, որ ասեմ ինչ որ մեկին կամ ինչ որ բանի համար չէ, բայց օրեր առաջ երբ որ արթնացա աշխատանքի բերումով հատկապես ձմռան այդ գարնան սկիզբ մենք արթնանում ենք եւ դուրս ենք գալիս տնից այն պահին, երբ արևը նոր-նոր սկսում է ծագել։ Երբ որ հասկացա արևը դեռ դեղին կարմիր նարնջագույն երանգի մեջ ու հակառակ կողմում մանուշակագույն է երկինքը, ու այդ մեջտեղում հայտնված այդ անամպ տարածությունը քեզ հիշեցնում է, որ անսահման մեծ է այս տիեզերքը, ու այդ տիեզերքում դու ունես քո փոքր ժամանակը ապրել, շատ փոքր ժամանակը, ու մեկ էլ հասկացա, որ զուգահեռ իրականությունը մարդիկ հասել են լուսնին։ Հա, այդ ամեն ինչի մեջ լինելը ինձ համար շնորհակալության ամենակարևոր կետերից մեկն է, որ ես ունեմ այն կյանքը, որը ունեմ հիմա։ Տես դու գալիս ես հանրային, գնում ես նկարահանման, հիմա Սելավին ցուցադրվում է, իդեպ ես միայն առաջի սերիան եմ նայել ու ինձ շատ է դուր եկել, ինչու, որտեղ ես չեմ սիրում սպասել, ես սիրում եմ մի անգամ Դու ես սպասում վերջին գիշեր նստել ու նայել ամբողջը, որտեղ անհամբեր մարդ եմ, բայց գիտես երբեմն ես հասկանում եմ, որ մենք այդ լավ process-ներից սկսում ենք կարճել, դա մեզ անհրաժեշտ է դառնում, երբ որ հանկարծ հասկանում եմ, որ կարող է մի օր սա չլինի կամ նա չլինի, ես դրանից սկսում եմ հիվանդանալ, այդ փոփոխությունների մասին էի ասում։ Ունես վախեր կորցնելու ու դու ինքդ էլ սիրում ես կարճել, ես մարդկանցից էլ եմ կարճում, սիրելի մարդկանցից ու փոփոխությունները շատ ծանր եմ տանում։ Ես էլ եմ իրականում այդ առումով անհամբեր, որովհետև երբ գիտեմ այս պահի ունեցածս նախագծերը 3 ամիս հետո արդեն վերջանում է եւ դեռ իմ հաջորդող մի քանի ամիսը պլանավորված չէ, ինձ մոտ ինչ որ վախեր են առաջանում, որովհետև ես ասում լավ վերջացնեմ, եթե այլ չաշխատեմ կինոյում, ես կընտրեմ այլ մասնագիտություն։ Ու մտածում եմ որտեղ կարող է, չէ, պտտվում։ Անընդհատ ինքը պտտվում է, մեկ-մեկ բարձրանում է ավելի վեր, ավելի էմոցիոնալ ինչ որ այլ իրավիճակներում ես սկսում դրսևորվել, հասկանում ես
դու որ չես ուզում որևէ մեկի հետ շփվել, չես ուզում տնից դուրս գալ, քեզ պատկերացնում ես տնային տնտեսուհու կարգավիճակում, հետո հասկանում ես, չէ, երեխաներին քո դեպքում կարող ենք պահել, այս ու փորձում ես ինչ-որ ելքեր գտնել տանը չնստելու համար։ Բայց հետո հասկանում ես, որ չէ, հələ մի րոպե։ Իսկ ինչ է լինելու։ Այդ իմ երկրորդ եսը, որի մասին խոսում եմ, շատ հաճախ հասնում է հենց այդ իրավիճակներում փրկելու, որովհետև երբ հասկանում եմ, որ ամեն ինչ վատ է, ըստ իմ այս պահի իրավիճակի գնահատման, հասկանում իսկ ինչն է լավը, որ ցուցանիշներ ուզում ունենալ այս պահին, որ լիներ լավը, որովհետև երբեմն նաև հակառակն է լինում։ Այդ շատ խիտ գրաֆիկի մեջ մեզ երջանկացնող շատ իրավիճակները անդադար հաջորդում են իրար, սկսում ենք չզգալ այդ էմոցիան։ Թմրում են էմոցիաներ։ Գուցե պետք է ձմեռը գա, որ գարունը ավելի սիրուն ծաղկենք, ավելի լավ ներկայանանք, գուցե պետք է պատրաստվել, որ հաջորդ դերը հայտնվի մեր կյանքում, որովհետև ես դեռ պատրաստ չեմ այս կամ այն կերպարը մարմնավորելուն ու ինչ որ բան է պակասում ինձ, ես պետք է թեկուզ ֆիզիկապես, օրինակ սովորեմ դաշնամուր նվագել, որ կարողանամ հաջորդ կերպարը մարմնավորել։ Ու հենց այդ բալանսը փորձում ես ստանալ կյանքի, փոփոխությունները ավելի հեշտ են դառնում։ Չասեմ հալած կարագի նման գնում է, բայց ավելի հեշտ է դառնում։ Իսկ ժլատես առհասարակ ջերմ խոսքեր ասելուց, ես քեզ շատ եմ սիրում։ Ես քեզ շատ եմ սիրումը շատ չեմ ասում, բայց ջերմ խոսքեր կարող եմ ասել, որ ես շռայլում եմ։ Նույնիսկ անծանոթներին երբեմն, երբ տեսնում եմ դրսում ինչ որ մեկը նկարում է իր ընկերուհուն, եւ այդ աղջիկը այսպես շատ ընդհանրապես մեկ դու շատ գեղեցիկ ես արտահայտությունը փոխում էր ամբողջ օրվա տրամադրությունը։ Ու ես հա սիրում եմ շատ ժպտալ, սիրում եմ այդ ջերմ խոսքերը նաև խոսքով ոչ միայն հայացքով փոխանցել, ոնց կարող ես չասել, որ այդ երեխան շատ լավն է, երբ սրճարանում նստած ես, գալիս ու անծանոթների հետ սկսում է շփվել։ Կամ, չգիտեմ, մարդիկ շատ սիրուն են։ Ուղղակի պետք է դա տեսնել եւ գնահատել։ Ոչ բոլորի մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ մեծ մասամբ մարդիկ շատ սիրուն են։ Ման, այսօր քո կարծիքով ի՞նչն է որ կնոջը զարդարումը։ Երջանկությունը։ Կին ուրիշ ոչ մի բանի կարիք չունի, բացի երջանիկ լինելու։ Իսկ կան քեզ համար գեղեցիկ կամ տգեղ կանայք։ Տգեղ չէ, կան տխուր կանայք։ Իրենք կարող են շատ գեղեցիկ լինել, համապատասխանել գրված, չգրված բոլոր ստանդարտը վատ բառ է, բայց այդ ստանդարտներին անգամ, բայց միևնույն է չլինեն այն գեղեցիկը, որը կային։ Մեր ամենա հոլիվուդյան, հա, գեղեցկուհիներին եթե հիշենք, նույն Անջելինա Ջոլին ինչ որ պահի սկսեց բոլորի աչքին այդքան էլ գեղեցիկ չթվալ, որովհետև ինքը այդ պահին գուցե ավելի քիչ երջանիկ էր, քան կար։ Ուղղակի կան տխուր կանայք, որոնց պետք է երջանկացնել։ Այ վերջի վարկյան են երջանկության ակնթարթներ մեր կյանքում միշտ այդ ակնթարթը լինում է, չէ, որ սենց թրջկոտացել ես, ինչի՞ց ես թրջկոտացել։ Չգիտեմ։ Նվերներ սիրում ես ստանալ։ Հա, բայց ավելի շատ ուրախանում եմ տալուց։ Ու երբ հավանում են իմ տված նվերները, երբ ընտրում եմ շատ երկար նվերները, հետո փոխանցելուց զգում եմ, որ այդ նույն էներգիայով ոնց ես ծախսել եմ այդ էներգիան ու էմոցիաները հավաքելու, պատրաստելու, ներկայացնելու, նույն կերպ ընդունում են այդ անակնկալը, ուրախանում են դրանից, այդ ժամանակ ես երջանկանում եմ դրանից։ Վերջին պահը ու վարկյանը չեմ մտաբերի, որովհետև գուցե այն շատ մեծ երջանկությունը, որը անակնկալների տեսքով հայտնվում է մեր կյանքում, իդեպ անակնկալներ չեմ սիրում։ Ամեն ինչ պիտի ստաբիլ պլանավորված։ Անակնկալ էր, բայց այո, այս անակնկալ։ Դե այս անակնկալը սիրելի մարդկանցով շրջապատված էր։ Եվ նախապատմություններ մեր զրույցի, դրա համար այդքան էլ անակնկալ չհամարենք, բայց երբ իմ ծրագրածից դուրս է ամեն ինչ, ես սիրում եմ այնուամենայնիվ պլանավորել։ Օրինակ հիմա էլ է երջանկության պահ, երբ հասկանում եմ, որ հիմա ես մեր տաղավարում քեզ հարցազրույց եմ տալիս որպես հյուր։ Ման, ստաբիլություն թե ազատություն։ Ստաբիլ ազատություն։ Այդ անverջ կհիշեմ ես, ստաբիլ ազատություն։ Լավներ չէ։ Մտքով թե սրտով։ Միշտ սիրտը հաղթում է, բայց երբեմն պետք է մտքին լսել։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Ֆիլմի ժամանակ, օրեր առաջ, 2-3 օր առաջ, շատ էմոցիոնալ տեսարան էր, հետո կպատմեմ։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Երբեք մի ասա, երբեք։ Մարդկային մեծագույն արժեքը։ Մարդը։ Վերջին անգամում ես ասել, ես քեզ շատ եմ սիրում։ Մամային, առավոտ, տնից դուրս գալուց առաջ։ Ինչն է, որ երբեք չես ների։ Սուտը։
որոնք են քեզ համար կյանքի փոքրիկ ուրախությունները։ Մալին գրկելը, իմ փոքրիկ շունն է Մալին, համով սուրճ խմելը ու ընկերներով շրջապատված, սիրելի մարդկանցով շրջապատված լինելը։ Ու Աստծուն որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալ եմ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ ու հանրային հեռուստաընկերության ես գեղեցիկ առիթի համար։ Ես միշտ վերջում սիրում եմ իմ հերոսներին գրկել, գոռալ, հետո գրկել, բայց գոնե այստեղ քեզ գրկեմ, որովհետև այդ մարդկային ջերմությունը ինձ թվում է շատ թանկ ու շատ կարևոր է։ Իսկապես ու գրկելով մենք կարող ենք փոխանցել այն հույզերը, այն էներգիան, որի մասին անդադար կարելի է խոսել, որը ջերմացնում է մարդկանց սրտերը երբեմն խոսքից ավելի։ Հետո կգոռանք տանիքներում, թե գոռանք հիմա։ Գոռանք հիմա անձայն։ Իսկ գրկել։ Գրկել կարող ենք, իհարկե։ Կհանդիպենք։ Ես եմ շնորհակալ այս անակնկալի համար։ Այսպիսին էր առավոտ լուսո վիկենդի մեր հարցազրույցների առաջին հատվածը անակնկալներով ու ջերմ ընկերական զրույցով լի։ Շնորհակալ եմ։